Իրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին, կիրառվել է մի քանի տասնյակ գերծանր բալիստիկ հրթիռ։ Հաղորդվում է Թել Ավիվում ավերածությունների մասին։ Թիրախում են հայտնվել նաև Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատունը, Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային տերմինալներից մեկը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է ԱՄԷ-ի բնակիչներին լքել երկրի նավահանգստային տարածքները եւ ամերիկյան օբյեկտների հարակից շրջանները։ Իսրայելը, ամերիկյան ուժերն էլ հարվածել են Թեհրանին եւ իրանական այլ բնակավայրերի։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը եւ ոչնչացրել է Խարկ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ներկայում կենտրոնացած են Իրանի հրթիռները եւ ԱԹՍ-ները ոչնչացնելու ուղղությամբ։ Հետագայում կարող են զբաղվել նաեւ հարստացված ուրանի հարցով։ Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին, ընդգծել է նախագահը։ Թրամփը խոսել է Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթեբա Խամենեիի մասին, որի հետ կապված տեղեկություն տրամադրելու համար պետքարտուղարությունը $10 միլիոն պարգևավճար է սահմանել։ Մենք երկու անգամ ոչնչացրինք նրանց ղեկավարությունը, հիմա նրանք փորձում են երրորդ անգամ առաջնորդ ունենալ, բայց ոչ ոք չգիտի որտեղ է Խամենեիի որդին։ Նա հավանաբար ողջ է եւ վիրավոր, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ինքը պատրաստ է ընդունել։ Իսրայելից էլ կարծիք են հայտնել, որ պատերազմը դեռ կշարունակվի առնվազն եւս 2 շաբաթ։ Անկարան մեկնաբանել է մարտի 13-ին Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արձակումը, ավելի վաղ Հանրապետության ՊՆ-ն նմանատիպ արդեն 3-րդ միջադեպի համար մեղադրել էր Իրանին, մինչդեռ Թեհրանը հերքել է տեղի ունեցածի հետ կապը իր հերթին մեղադրելով Իսրայելին։ Ռեջեփ Էրդողանի խոսքով ծայրահեղ զգույշ են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելուն ուղղված թակարդների եւ սադրանքների հարցում։ Կենտրոնանում ենք տեղի ունեցողի ոչ միայն ակնհայտ կողմի, այլև կուլիսներում զարգացումների վրա, վերլուծում ենք բոլոր նյուանսները, հավելել է Թուրքիայի նախագահը։ Հորմուզի նեղուցի փակման ֆոնին պահպանվում է լարվածությունը համաշխարհային էներգետիկայի ոլորտում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ սկսել են ավելի շատ նավթ եւ գազ արդյունահանել կանխելու մատակարարումների ընդհատումները։ Կրեմլի խոսնակն էլ նշել է, որ այժմ աշխարհին առավել քան երբևէ անհրաժեշտ են ռուսական էներգակիրները։ Դմիտրի Պեսկովի խոսքով ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների թուլացումից հետո ավելի շատ երկրներ են ցանկանում ռուսական նավթ գնել։ Համասը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները։ Պաղեստինյան շարժումը նաև հորդորել է Իրանին զերծ մնալ Պարսից ծոցի ուղղությամբ արձակումներից, միևնույն ժամանակ վերահաստատելով Իսլամական Հանրապետության ինքնապաշտպանվելու իրավունքը։ Թեհրանից հայտարարել են, որ պատերազմի ավարտը իրանական կողմի ձեռքում է, կքննարկեն դրա հնարավորությունը միայն երբ ստանան վնասի փոխհատուցում եւ երաշխիքներ, որ Վաշինգտոնն այլևս ներկայություն չի ունենա Պարսից ծոցի երկրներում։ Կուբայի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ են սկսել ԱՄՆ իշխանությունների հետ։ Միգել Դիազ-Կանելի խոսքով փորձում են հարթել երկկողմ տարաձայնությունները երկխոսության միջոցով։ Նախագահի հայտարարության ֆոնին Կուբայի ԱԳՆ-ն էլ տեղեկացրել է, որ կառավարությունը Վատիկանի միջնորդությամբ ազատ կարձակի 51 բանտարկյալի։ Ակնկալվում է, որ նրանց շարքում են լինելու նաև քաղբանտարկյալներ։ Վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ Իրանից հետո կարող են գործողություն իրականացնել Կուբայում։ ԱՄՆ նախագահը բարեկամական զավթում է որակել հնարավոր գործողությունները, շեշտելով հանրապետությունում իշխանափոխության անհրաժեշտությունը։ Կուբայում հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո դադարեցվել են Վենեսուելայից նավթի մատակարարումները, ինչը հանգեցրել է տնտեսական խնդիրների։ Այս ֆոնին երկրում ցույցեր են սկսվել։ Լուրեր են շրջանառվում, որ մարտի 14-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցներն այրել եւ զավթել են Սիեգո դե Ավիլա նահանգում Կոմկուսի տեղական գլխավոր գրասենյակը։ ԶԼՄ-ների տվյալով քաղաքացիները պահանջում են ելքեր գտնել էներգետիկ աննախադեպ ճգնաժամից, որի հետևանքով արդեն մի քանի օր է լույս չունեն։ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ հրամանատարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հարավային Կորեան ուժեղացրել է դիտարկումն ու մարտական պատրաստականությունը, նաև տվյալներ է փոխանակում ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հյուսիսային Կորեայից արձակված հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Անցած տարի Կիմ Չեն Ընը հայտարարել էր հրթիռների եւ զինամթերքի արտադրությունը մեծացնելու անհրաժեշտության մասին։ Փենյանը պնդում է, որ հրթիռային փորձարկումներ են իրականացնում ի պատասխան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճի։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստիպրայսի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի արդյունավետ քննարկումներ են ունեցել, հատուկ ուշադրություն դարձնելով հաղորդակցությունների զարգացման, Տրանսկասպյան միջանցքի եւ Թրիփի նախագծերի վրա։ Կենտրոնական Ասիայի խորհրդատվական խորհրդի ձևաչափը գործակցության լայն հնարավորություններ են ձեռում, ընդգծել է Հաջիևը։
Դիանա Գասպարյան, լուրեր։